Արևմտյան լրատվականները աչքաթող չարեցին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները, որոնք դրանք ներկայացրեցին որպես երկրի արտաքին քաղաքական ուղղության հնարավոր շրջադարձ դեպի Եվրոպա, միաժամանակ պահպանելով լարված հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Օրինակ, The Guardian-ը գրել է. «Թեկնածուների մեծ մասի համար նախնիների հայրենիքի կորստի թեմայով քարոզարշավ անցկացնելու ու վաղեմի թշնամու հետ հաշտեցում քարոզելը հավասարազոր կլիներ քաղաքական ինքնասպանության, բայց ոչ Հայաստանում»։ Կիրակի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց 3 միլիոն բնակչություն ունեցող կովկասյան երկրում, չնայած ընդամենը 3 տարի առաջ Հայաստանը տարավ Ադրբեջանի դեմ կրած ջախջախիչ ռազմական պարտության միջով։ Պարբերականը հիշեցրել է, որ Ղարաբաղի կորուստը մնում է բաց վերք և դրա հետ կապված հույզերը բազմիցս անդրադարձել են Փաշինյանի մասնակցությամբ քարոզարշավի վրա։ Արևմտյան ԶԼՄ-ները ընտրությունները դիտարկում են որպես փորձաքար Հայաստանի դեպի Եվրամիություն մերձեցման քաղաքականության համար։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հրապարակավ ողջունել է ընտրությունների արդյունքները, այն գնահատելով որպես ժողովրդավարական Հայաստանի հաստատում ու երկրի եվրոպական ինտեգրման շարունակություն։ Արևմտյան մամուլը մեծ ուշադրություն է դարձրել նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը։ Լրագրողների գնահատմամբ վերջին տարիներին, հատկապես Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումների ֆոնին, Հայաստանի հասարակության մի մասի մոտ աճել են Մոսկվայից դժգոհությունները։ Վերլուծություններում նշվում է, որ Մոսկվան փորձում է պահպանել ազդեցությունը տարածաշրջանում, սակայն ընտրությունները ցույց են տալիս այդ ազդեցության աստիճանական նվազում։ Արևմտյան մեկնաբանների կարծիքով ընտրությունները տեղի են ունենում այն փուլում, երբ Հայաստանը փորձում է վերաիմաստավորել իր արտաքին քաղաքականությունը, ձգտելով խաղաղության համաձայնագրի Ադրբեջանի հետ ու հարաբերությունների կարգավորման Թուրքիայի հետ։ Ըստ այդ գնահատականների, ընտրությունների արդյունքը կարող է արագացնել տարածաշրջանային նոր քաղաքական փուլը, որտեղ Հայաստանը փորձում է նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից ու ավելի ամրապնդել կապերը Արևմուտքի հետ։ Իսկ դուք ավելին իմանալու համար հետևեք Պանորամայի և բաժանորդագրվեք մեր ալիքին։